Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ շատ հարգարժան տիկին նախագահ, հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ ասել, որ այս նախագիծը եւ ընդհանուր առմամբ օրենսդրական փաթեթը համատեղ աշխատանքի արդյունք է եւ վերջին 3.5 տարիների ընթացքում ուրեմն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ կառավարությունը համատեղ ուրեմն թե քննարկումների, թե նաեւ աշխատանքային գործընթացների շրջանակներում մշակել է Հայաստանի ուրեմն ժողովրդի համար շատ կարևոր, կարելի է ասել պատմական նախագիծ, քանի որ ըստ էության մենք հիմք ենք դնում առողջության մասին հոգ տանելու նոր համակարգ։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնական սկզբունքներն են ուրեմն օրենքում ներկայացված, որոնք են, որ այն ներդրվելու է փուլային ուրեմն շրջանակներում 3 տարիների ընթացքում եւ մեր նպատակն է, որ 2029 թվականին արդեն մեր բնակչության ուրեմն մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը ունենա այս համակարգի հասանելիությունը եւ ապահով լինի իր առողջության հետ կապված առաջնային անհրաժեշտ սպասարկմամբ։ Օրենքը իրենից ներկայացնում է ընդհանուր առմամբ այս իրավական հարաբերությունները կարգավորող ամբողջական մի փաստաթուղթ, այն 0-ից մշակված է եւ անդրադառնում է ինչպես ուրեմն սուբյեկտներին, ապահովագրական փաթեթին, շրջանակներին, փոխհատուցման կարգին, թե ինչպես ով է իրականացնելու ապահովագրումը, պետական հիմնադրամի ստեղծման ողջ կառուցակարգներն է կարգավորում եւ իհարկե անդրադառնում է նաեւ բողոքների ուրեմն քննման եւ հնարավոր ուրեմն պացիենտների, բժշկական կենտրոնների կամ այլ ուրեմն գործող սուբյեկտների կողմից իրավահարաբերությունների կարգավորմանը։ Ըստ էության ուրեմն մեր օրենքով սահմանված է, որ առաջին փուլով 2026 թվականին կապահովագրվեն երկու խումբ, առանձնացնենք երկու խումբ անձանց, առաջին խումբը պետության կողմից ապահովագրավճարի փոխհատուցմամբ ապահովագրվող անձինք են, դրանք մինչև 18 տարեկաններն են, 65+ տարիքի անձինք են եւ 18-ից 65 տարեկան ուրեմն հաշմանդամության կարգ ունեցող, առաջին, երկրորդ, երրորդ կարգ եւ դրան համապատասխան նաեւ ֆունկցիոնալության գնահատական ունեցող անձինք են, հաջորդիվ անապահովության ուրեմն բալ ունեցող, 28 բալից ավել ունեցող անձինք են, ընտանիքներն են։ Հաջորդ եւ 65+ ասեցի։ Հաջորդ խումբը այն քաղաքացիներն են, ովքեր իրենք են վճարելու իրենց ապահովագրավճարը, դա վերաբերվում է 200,000 դրամ աշխատավարձից ավել գումար վաստակող անձանց, նշեմ, որ այս մեկնարկային հաշվարկային շեմը վերաբերում է համախառն ուրեմն եկամտին, սա նշանակում է, որ հարկերը ներառյալ եւ եթե անձը մի քանի տեղ է աշխատում, ապա եւս հաշվարկվում է նրա բոլոր տեղերում ուրեմն հաշվարկված աշխատավարձի հանրագումարը։ Եվ եթե այս հանրագումարը 200,000 դրամից ավել է, ուրեմն նա կընդգրկվի 2026 թվականին առողջության ապահովագրության համակարգում։ Հաջորդիվ 2027 թվականից կներառվեն մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձինք եւ այնուհետեւ արդեն 2028 թվականին մնացած խմբերը, ովքեր են օրինակ գյուղացիական տնտեսություններում զբաղված անձինք եւ աշխատող անձանց փոխկապակցված ընտանիքի անդամները, օրինակ բերեմ ուսանողները, որոնք ըստ էության այս ապահովագրության շրջանակներում եւս իրենք են հանդիսանում ապահովագրավճար վճարողներ։
Ինչ վերաբերվում է այս շահառուների, նշեմ, որ բոլոր այն քաղաքացիների խմբերը, ովքեր որ կապահովագրվեն պետության կողմից, նրանց համար գործելու է մի քանի կոնկրետ չափանիշներ։ Առաջինը եւ ամենակարևորը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ լինելու կարգավիճակ։ Սա նշանակում է, որ տարվա ընթացքում անձը Հայաստանում պետք է բնակվի առնվազն 183 օր եւ այս պարագայում է, որ պետությունը կփակի նրա ապահովագրավճարը։ Սա ռեզիդենտության եւ քաղաքացի լինելու նախապայմանը չի վերաբերում աշխատավարձ ստացող եւ իր համար ապահովագրավճար վճարող անձին, այսինքն բոլոր այն քաղաքացիները, ովքեր Հայաստանում են ապրում, աշխատում, բայց չեն հանդիսանում Հայաստանի քաղաքացի կամ Հայաստանի ռեզիդենտ, եւս ընդգրկվելու են այս ապահովագրական համակարգի մեջ եւ հանդիսանալու են ապահովագրավճար վճարողներ։ Օրենքի կարգավորման տրամաբանությամբ նախանշված են, որ ուրեմն այն տրված են իհարկե հիմնական հասկացությունները, որովհետև մենք ըստ էության նոր համակարգի ստեղծմամբ պետք է ունենայինք հստակ նկարագրություն, թե առողջության ապահովագրության շրջանակներում ցանկացած ուրեմն եզրույթ ինչ շրջանակ ունի, ինչ բովանդակ ունի եւ այստեղ բոլոր ուրեմն հասկացությունները մանրակրկիտ ձևով, հստակ ձևով ամրագրված են օրենքի շրջանակներում։ Մենք ուրեմն տվել ենք այն շրջանակը, որը ծածկելու է ապահովագրական փաթեթը եւ սա եւս ուրեմն հակիրճ կերպով ներկայացնեմ, վերաբերելու է մարդու առողջության առաջնային օղակում անհրաժեշտ բուժ ծառայությունների, ուրեմն շտապօգնության ծառայություններին, հիվանդանոցային բուժօգնությանը եւ այս 3 ուղղությունների շրջանակներում կազմվելու է արդեն կառավարության, իհարկե այստեղ տրված է ավելի մանրամասն շրջանակներից ոչ միայն այս ընդհանուր ձևակերպումներն են, այլ դրա մեջ մտնող նաև որոշակի բան է տրված, շրջանակ է տրված բուժօգնության, բայց արդեն ծառայությունների կոնկրետ ցանկերը հաստատվելու են կառավարության որոշմամբ եւ իհարկե այս օրենքը եւս այդ լիազորող բոլոր նորմերը սահմանել է։ Տրված են իհարկե մանրակրկիտ ձևով, թե ինչպես է ապահովագրական ուրեմն համակարգ մարդը ներառվելու, ինչպես է իրականացնելու վճարումները, ինչպես է կարգավորվելու մարդու աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու իրավահարաբերությունների ժամանակ, ապահովագրված լինելու նրա հանգամանքը ինչպես է փոխվելու։ Մենք այստեղ եւս ունենք որոշակի ապահովության բարձիկներ, այսինքն անձի կողմից աշխատանքից ազատվելուց հետո էլ նա այդ տարվա ընթացքում ապահովագրված անձը, եթե չի իրականացնում ապահովագրական իր վճարումները, այս պարագայում ինչպես ենք մենք ուրեմն եւս հարաբերվում քաղաքացու հետ եւ շատ կարեւոր է ընդգծել, որ այս մասով էլ իհարկե ուրեմն որոշակի վարչական տույժերի մասով մենք այստեղ եւս իրար հետ դեռ կունենանք, եթե առաջարկությունները լինեն, իհարկե կքննարկենք այս մասով էլ, բայց մեր նպատակն է, որ ուղղակի անձը ուրեմն ապահովագրավճարի ուրեմն գանձման շրջանակներում, ինչպես օրինակ այլ տույժերի տուգանքների շրջանակներում է արվում, ուղարկվի հարկադիր կատարման եւ ուղղակի գանձվի հենց ապահովագրավճարի մայր գումարը, այստեղ մեզ համար գլխավորը դա է եւ ոչ թե հավելյալ ինչ որ վարչական պատասխանատվություններ սահմանել անձանց համար։ Բայց մենք հասկանում ենք իհարկե, որ համակարգի գործունեության սահմանությունը, համակարգի թափանցիկությունը եւ նաեւ շարունակական հնարավոր է ապահովել, եթե մենք բոլորս այս պարտավորությունները իրականացնում ենք անշեղորեն։ Ապահովագրական փաթեթի ուրեմն
ապահովագրական փաթեթի ակտիվացումը տեղի է ունենում այն պահին, երբ որ ապահովագրված անձը ներառվելով ուրեմն մեր ռեգիստրում ստանում է հաղորդագրություն, որ ինքը առաջարկ է ստացել պետության կողմից ապահովագրվելու եւ իր համաձայնությամբ արդեն ներառվում է ուրեմն համակարգի մեջ եւ նրա համար ակտիվանում է ապահովագրական փաթեթը։ Ընդհանրապես ապահովագրական համակարգի եւ այլ սոցիալական ապահովագրական համակարգերի տարբերությունը նրանումն է, որ եթե մենք օրինակ մեր կենսաթոշակային հիմնադրամին իրականացնում ենք տարիներով վճարումներ, որպիսի հետագայում, երբ որ մեր կենսաթոշակային տարիքը կգա եւ մենք կկարողանանք օգտվել այդ համակարգից, առողջության ապահովագրությունը գործում է ապահովագրավճարը վճարելուց հենց հաջորդ օրվանից եւ սա նաեւ կարևոր է, որ մարդը արդյունքը իր կատարած վճարումների եւ վերադարձը ծառայությունների տեսքով շատ արագ է իր վրա զգում։